Նոյեմբերը շատ այսպես դանդաղընթաց, ծանր ամիս էր եւ իրոք բոլոր ասպեկտներով նոյեմբերը ծանր էր, նամանավանդ որ նոյեմբերին ակտիվ էր այսպես կոչված նաեւ հրեղեն պատիժը, որը որ դրսևորվեց այդ հրդեհների տեսքով ու ամբողջ այդ ճամբարակում, Դիլիջանում, բոլոր այդ սահմանամերձ գոտիներում, գիտեք որ հրդեհներ են մոլեգնում։ Մերկուրին աղեղնավորում իհարկե բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների ու աղեղնավորների համար։ Խոյերի համար լավ է նոր կապեր ստեղծել եւ հաստատել արտասահմանի հետ։ Առյուծների համար լավ է այսպես սիրային ոլորտում, երեխաների հետ կապված ոլորտում, կրթության ոլորտում։ Իսկ աղեղնավորների համար իհարկե դա առաջի տանն է, նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր հաջողություններ։ Անբարենպաստ է Մերկուրին հրեղեն աղեղնավորում հողեղեն նշանների համար, ինչպես ցուլերի, այնպես էլ կույսերի եւ հատկապես այծեղջյուրների համար։